Այսպես կոչված քոլկենտրոնների գործը երկրորդ օրն է քաղաքական գնահատականների թեմա է։ Ընդդիմությունում ասում են, որ նշված գործի շուրջ կան շատ կասկածներ ու հարցեր։ Նրանց մի մասը շեշտը դնում է վրացական երազանքի պատասխանատվության վրա եւ ասում, որ Վրաստանում ստեղծվել է քաոս եւ երկիրը ընտրողական օրենքներով կառավարելու նախադեպ։ Իսկ իշխող թիմում ասում են, որ կառավարությունը կշարունակի անզիջում պայքարը հանցագործության դեմ։ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար նախատեսված ժամկետը առավելագույնը 10-ից 15 օր է, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ Air Force One-ի վրա Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ եթե Իրանի հետ համաձայնության չհասնեն, շատ վատ բան տեղի կունենա եւ Միացյալ Նահանգները ցանկացած դեպքում կհասնեն համաձայնության։ Իսկ Իսրայելի լրատվամիջոցները հեռարձակում են, որ Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջև ընթացող լարվածության ֆոնին Իսրայելը պատրաստվում է հիպոթետիկ սցենարի համար, ըստ որի Իրանը կարող է առաջինը հարվածել Իսրայելին։ Wall Street Journal-ի տեղեկությամբ ԱՄՆ-ի նախագահը քննարկում է Իրանի վրա սկզբնական սահմանափակ ռազմական հարվածը, որպեսզի ստիպի Թեհրանին համաձայնվել իր պահանջներին, միջուկային համաձայնագրի հետ կապված։ ԱՄՆ-ի նախագահի Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը Իրանի նկատմամբ ցույց է տալիս իրական ագրեսիայի ռիսկը։ Հարձակման դեպքում Իրանը վճռականորեն կպատասխանի։ Այս մասին նշված է Իրանի դեսպանի Ամիր Սայեդ Իրավանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղարկված նամակում։ Ամիր Սայեդ Իրավանը զգուշացրել է Անտոնիո Գուտերեշին, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտները կվերածվեն օրինական թիրախի։ Նամակում նշվում է, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, բայց վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը հարձակվի երկրի վրա։ Այաթոլլաները եթե սխալվեն եւ հարձակվեն մեզ վրա, նրանց սպասվում է այնպիսի պատասխան, որը նույնիսկ չեն կարող պատկերացնել, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Ղազայի վերաբերյալ զրուցելիս Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Համասը անպայման զինաթափվելու է, իսկ Ղազան դեմիլիտարիզացվելու։ Թուրքիան ցանկանում է, որ Ամերիկան եւ Իրանը իրական բանակցությունների միջոցով հասնեն համաձայնության, առանց ռազմական գործողության կամ պատերազմի, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Հաքամ Ֆիդանի խոսքով օմանցի միջնորդի Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ զրույցից հետո կարծում է, որ կողմերը աննախադեպ դրական ազդակներ են տալիս, հատկապես որոշ կոնկրետ հարցերում առաջընթացի տեսանկյունից։ Իսկ Ղազայի վերաբերյալ զրուցելիս Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ղազային օգնություն առաջարկել բոլոր հնարավոր միջոցներով։ Չեմ կարող ասել, թե Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի 2027-ին, թե 2026-ին կամ ավելի ուշ, բայց կարևոր է, որ չկորցնենք իմպուլսը, հայտարարում է Եվրոպական խորհրդի նախագահը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է պլանավորում Եվրամիությունը Հունգարիայի դիմադրությանը հաղթահարելը, Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցության հետ կապված, Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Հունգարիան ձայն է տվել Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի հարցում, եւ դա բանակցությունների առարկա է։ Թբիլիսիի քաղաքային դատարանում Լևան Խաբեյշվիլիի եւ Մուրթազ Զոդելավայի գործով անցկացվել է հերթական նիստը։ Այսօրվա նիստին մեղադրող կողմի մի քանի վկաներ են հարցաքննվել։ Նիստին ներկա են եղել ազգային շարժման առաջնորդները։ Նրանց խոսքով Լևան Խաբեյշվիլիին մեղադրում են հեռուստատեսային հրապարակումներում տված խոստումների եւ հայտարարությունների համար։ Իրակլի Փավլենիշվիլիի խոսքով մեղադրողի գործում իրականում ոչ մի ապացույց չկա։ Հիշեցնենք, որ պետությունը Լևան Խաբեյշվիլիին մեղադրում է պաշտոնյային կաշառք խոստանալու եւ պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչ անելու մեջ։ Հանցանքը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 4-ից 7 տարվա ժամկետով։ Իսկ Մուրթազ Զոդելավային մեղադրում են պետական անվտանգության ծառայության քննիչի աշխատանքին խոչընդոտելու մեջ։ Արարքը մինչև 1 տարվա ազատազրկում է նախատեսում։ Սահմանային ոստիկանությունը պետական սահմանը անօրինական հատելու փաստով ձերբակալել է 3 անձի։ Օպերատիվ հետախուզական գործողությունները անցկացվել են Աջարիայի տարածաշրջանում։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները կցասայլակում թաքնվելով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով, եւ նրանց նկատմամբ իրականացվում են միգրացիոն ընթացակարգեր։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու։ Իրավապահները Թբիլիսիում ձերբակալվածի անձնական խոզարկության ժամանակ արգրավել են մեթադոն, իսկ բնակելի տան խոզարկության ժամանակ թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Մեղադրանքը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Կրթության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպում է անցկացրել Սիղնաղիի համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների ծնողների հետ եւ ներկայացրել կրթական համակարգում սկսված բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Գիվի Միքանաձեն նաեւ այցելել է Սիղնաղիի Էրիսիմետ գյուղ, որտեղ ծայրահեղ պատահարից վնասված դպրոցի ենթակառուցվածքն է զննել եւ բնակչության հետ հանդիպել։ Նախարարի հայտարարությամբ Էրիսիմետ գյուղում ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոցի կառուցումը կսկսվի այս տարի։